Լավ, բարև ձեզ, իմ անունն Աննա է, Աննա Գևորգյան, ինչպես կարդացել եք արդեն հայտարարության մեջ, առաջին անգամ եմ ես մասնակցում Barcamp-ին, բայց երեք այնքան ոգևորվեցի, որ մտածեցի շատ կարևոր հարթակ է, որտեղ կարող ենք տարբեր նաև հարցեր բարձրացնել, ու դրանցից մեկը նաև սոցիալական ինովացիան է և տեխնոլոգիաների դերը սոցիալական ինովացիայի մեջ։ Սկսելուց առաջ ես կցանկանայի, որ մենք, չէ, ես ինչ-որ մեկի Facebook-ն եմ միացրած մի րոպե, այս վիդեոն նայենք իրար հետ։ Իսկ ստեղ կա, կներեք, ստեղ դինամիկները ոնց ենք միացում։ Դինամիկ չկա, օքեյ, լավ, եկեք սենց պատկերացնենք, որ ուրախ երաժշտություն է գնում ու դրա տակ մենք տեսնում ենք այս վիդեոն, որտեղ շատ ինովատիվ ձևով, նորարար ձևով, լույսը, մարդիկ փոխարինել են սովորական ջուր տեղափոխելու համար նախատեսված մեծ տարաները, որոնք կրում են իրենց գլխի վրա, ավելի հեշտացրել են տեխնոլոգիան և այսպիսով հիմա սրա փոխարեն մարդիկ այլևս չեն չարչարվում ու ավելորդ ժամանակ, ինչպես նաև ջուր վատնում ճանապարհին, կորցնում, մինչև հասցնում են տեղ ու այս ջուրը կարողանում է նրանց բավականին երկար ժամանակ ավելի սպասարկել, քան նախկինում։ Ինքը տեխնիկան շատ պարզ է առաջին հայացքից, բայց մարդիկ մինչև սա հորինելը փաստորեն երկար ժամանակ էր անցել, երկար տարիներ միայն գլխի վրա պահելով են տեղափոխել ջուրը։ Okay. Մենք հիմա կխոսենք հենց այն մարդկանց մասին, ովքեր անում են նման նորամուծություններ ու ովքեր կոչվում են սոցիալական ինովացիայի հետևորդներ, այսպես ասեմ։ Իմ անունը Աննա Գևորգյան է, ես 1 տարի ինչ աշխատում եմ IT ոլորտում, 1.5 տարի, լավ, ու մինչև այդ սոցիալական ոլորտում եմ նախաձեռնություններ իրականացրել, մասնավորապես կամավորություն անելով և vulnerable խոցելի խմբի երեխաների և տարեց պապիկ տատիկների հետ եմ աշխատել և այս 1 տարվա ընթացքում ինձ համար շատ մեծ բացահայտումներ եմ իրականացրել, հատկապես այն առումով, որ ինչքան կարևոր է տեխնոլոգիաների ներմուծումը շատ ավելի լայն ոլորտներ, ինչպիսիք են օրինակ սոցիալական ոլորտները։ Դրանից առաջ պետք է նախ հասկանանք, թե ինչ է իրենց ներկայացնում նորարարությունը և ինովացիա բառը, որ այժմ մենք, չգիտեմ, երևի IT ոլորտում նամանավանդ աշխատակիցները օրը մեկ անգամ ամենաքիչը օգտագործում են։ Ինովացիան ինչ-որ նոր բանի ներկայացումն է, ինչ-որ նոր բանի բերելը հարթակ, որը մինչև այդ գոյություն չուներ։ Սակայն կա մեկ այլ statement սահմանում, որը շատ ավելի իմ կարծիքով լավ է նկարագրում, թե ինչ է ինովացիան, դա իրենց ներկայացնում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող էլեմենտների նոր ձևով սինթեզումն է, այսինքն մենք վերցնում ենք նույն կետերը, նույն երևույթները, սակայն դրանց մեկ այլ ձևով սինթեզելը և մեկ այլ ձևով իրար համակցելը, ներկայացնելով հանրությանը և սոցիալական խնդիրների լուծմանը, մենք բերում ենք նորարար ինչ-որ գաղափար։ Ինչ է իրենց ներկայացնում սոցիալական նորարարությունը։ Նորարարությունը հատկապես մենք օգտագործում ենք IT ոլորտում և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտում, իսկ սոցիալական ոլորտում ինովացիա նշանակում է լուծում առաջարկել ինչ-որ սոցիալական խնդրի նորարար ձևով, այսինքն առաջարկել այնպիսի տեսանկյուն, այնպիսի լուծումներ, որոնք մինչև այդ չէին ներկայացվել։ Տեսանք, որ նույն ջրի տեղափոխման խնդիրը, որը տարիներ շարունակ, եթե ոչ հնադարից սկսած, մարդիկ նույն ձևով էին տեղափոխել, ամբողջ ծանրությունը հենց իրենց իսկ վրա կրելով, այժմ նորարար մոտեցումը եղավ, նույն ջուրը տեղափոխում են նույն հեռավորության վրա, սակայն արդեն ավելի օպտիմալ, ավելի օգտակար ձևով են իրականացնում, առանց ջրի կորստի և իհարկե առանց ավելորդ ուժեր ծախսելու։ Այժմ կցանկանայի խոսել մի շարք դրական կողմերի մասին, որը ներկայացնում է սոցիալական ինովացիան իր կողմից
Եվ իմ այսօրվա ներկայացումը նաև համարեք կոչ, որ ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է դրական փոփոխություն բերել իր հասարակություն եւ իհարկե իր երկիր, անպայման հետևի սոցիալական նորարարությանը եւ տարբեր գաղափարներով հանդես գա, որը կօգնի մեծ ազդեցություն ունենալ, սկսած իր համայնքից եւ ավելի մեծացնելով շրջանակները մինչեւ հասարակություն։ Սոցիալական նորարարության առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այստեղ հրաշալիորեն համադրվում են մեր առօրյայում հանդիպող բոլոր կողմերը, դրանք կլինեն թե private sector, մասնավոր սեկտորը, թե կառավարությունը, թե հանրային կողմը, ինչպես նաև ոչ շահույթ չհետապնդող կազմակերպությունները։ Այսպիսով մենք կարող ենք ունենալ շատ մեծ օգնության շրջանակ նաև, այսինքն ունենալով որևիցե գաղափար, նրա տարածումը նույնպես կարող է ունենալ մեծ շրջանակ նաև։ Այժմ մի քանի օրինակներ բերեմ սոցիալական նորարարության, դրանից մեկը մենք տեսանք, որ ջրի տեղափոխումներ, սակայն սոցիալական նորարարություն մենք հանդիպում ենք ամեն օր, ամեն քայլափոխի կարելի ասել։ Սկսած նրանից, որ մեզ մոտ, չգիտեմ, խաղահրապարակներում են փոփոխություններ իրականացվում, որ երեխաները ավելի հարմար խաղան, վերջացնած նրանով, որ սառնարաններում մենք ունենք, չգիտեմ, խցիկում առանձնացված բաժին հատուկ մրգի համար, բանջարեղենի համար, ձկան համար, հա։ Այդ նորարարությունը, որը թույլ է տալիս նորովի մոտենալ, ինչպես նաև սպառողին թույլ է տալիս հասկանալ որոշակի խնդիրներ, որոնց մասին նա երբևիցե չէր մտածել մինչև սոցիալական նորարար գաղափարի ի հայտ գալը։ Հենց դա էլ կայանում է սոցիալական նորարարության հետաքրքիր կողմերից մյուսը, որ սոցիալական նորարարությունը թույլ է տալիս մարդկանց մտածել իրերի մասին մեկ այլ տեսանկյունից, որը նրանք չէին տեսել մինչև այդ։ Մի շարք ֆիզիկոս ընկերներիցս ասում են, որ եթե ուզում ես լավ տեսնել համակարգը, պետք է նրանից դուրս գաս ու հետո դրսից երբ որ նայում ես, շատ ավելի պարզ կլինի այն ամբողջությամբ։ Հիմա նույնն էլ սոցիալական նորարարությունն է, պետք է ցանկացած խնդիր, որ մենք հանդիպում ենք, իսկ ոլորտները մենք շուտով կտեսնենք, պետք է դուրս գալ շրջանակներից եւ հենց խնդրի միջից եւ փորձել մեկ այլ աչքով նայել այդ խնդրին, ունենալով մեծ քանակությամբ պաշար եւ ունենալով ստեղծարար ձգտումներ, մղումներ, որոնք կօգնեն լուծումներ արտահայտել, առաջ բերել։ Աշխարհում այժմ մեծ տենդենց կա եւ ավելի ու ավելի են մեծանում այն ոլորտները, որոնց հետաքրքրությունը սոցիալական նորարարության հանդեպ մեծանում է։ Դրանցից է օրինակ սոցիալական ձեռներեցությունը, դիզայնի ոլորտը, որտեղ օրինակ, չգիտեմ, եթե Facebook-ում follow եք անում, Insider Design կա, չգիտեմ, այս նույն վիդեոն այնտեղ այն post արել ու շատ հեշտությամբ կտեսնեք, թե ինչպես են կահույքը ձևափոխում եւ ինովացիոն մոդելներ առաջարկում, օրինակ շատ հեշտությամբ փոփոխվող կահույք, որը ավելի, չգիտեմ, մեջքի խնդիրների համար է օգտակար եւ այլն։ Շատ մեծ տենդենսով զարգանում է առողջապահական ոլորտը, որտեղ կարող եք սոցիալական նորարար գաղափարներով հանդես գալ, դրանից բացի կրթությունը։ Կրթության եւ տեխնոլոգիայի կապի մասին մի փոքր ավելի կխորանամ այստեղ, որովհետեւ խնդրում եմ ձեռք բարձրացնել բոլոր նրանց, ովքեր կուրսերայի մասին գիտեն։ Խնդրում եմ ձեռք բարձրացնել բոլոր նրանք, ովքեր երբևէ մտածել են օնլայն դասընթացներ վերցնելու մասին կամ օնլայն սովորելու մասին։ Օնլայն սովորելը եւ օնլայն ուսուցման հարթակները, դրանք սոցիալական նորարարության մի ուղղություն են, որոնք շատ գեղեցիկ ձևով ցույց են տալիս այն սինթեզը, որ իրենց ներկայացնում է տեխնոլոգիաները եւ սոցիալական նորարարությունը։ Այսինքն մարդիկ հնարավորություն են ունենում սովորելու ինչ-որ համալսարանում, որտեղ ֆիզիկապես ներկա չեն կարող գտնվել, եւ միևնույն ժամանակ դա իրականացում է տեխնոլոգիական միջամտության ուղեկցությամբ։ Դրանից բացի հանրային կառավարումը շատ մեծ քայլերով առաջ է գնում դեպի սոցիալական նորարարություն, ինչպես նաև մեծ զանգված է նաև գրավում, տարբեր սոցիալական շարժումները, ինչպես նաև համայնքային զարգացումը եւ ծայրամասերի զարգացումը, այսպես ասեմ, թե քաղաքում, թե ընդհանրապես երկրի մակարդակով, որտեղ անհրաժեշտ է սոցիալական նորարարությունը որպես արդի խնդիրների լուծում։
Սոցիալական նորարարության մեկ այլ ես ուղղակի անկեղծ ասեմ, սլայդերը կազմելիս հասկացա, որ տեքստը շատ էր լինում։ Դրա համար ես մի մասն եմ գրել, մյուս մասը այսպես խոսելու ընթացքում կասեմ, ու եթե դուք հավելումներ եք ունենում, խնդրում եմ անպայման ասեք, որովհետև ինչպես արդեն նշեցի, այսօրվա իմ ելույթը պարզապես բացի հիմնական գիտելիքներ տրամադրելուց, նաև կոչ է, որպեսզի մարդիկ սոցիալական նորարարության սկզբունքներով մտածեն։ Դրանից բացի, ուրեմն, երևի թե այսքան է սլայդի համար։ Հիմա հասկանանք, թե տեխնոլոգիաները ինչ կապ ունեն սոցիալական նորարարության հետ, որովհետև սոցիալական նորարարությունը առաջին հայացքից թվում է, որ միայն լոկալ, մարդ-մարդ հարաբերություններում կարող է օգտակար լինել եւ տարբեր համայնքային նախաձեռնություններ վերհանելու հարցում։ Իրականում սոցիալական նորարարության մեջ տեխնոլոգիան իր մեծ դերն ասել է արդեն, երբ սկսեցին ավելի մեծ զարգանալ զանգվածային լրատվամիջոցները եւ սոցցանցերը, որոնց միջոցով մեծ քանակությամբ ինֆորմացիա ամեն օր տեղափոխվում է մի կողմից մյուս կողմ։ Եվ այսպիսով տարբեր research-ներ գտա մեկ գիշերվա ընթացքում, որովհետև երեք որոշեցի պրեզենտացիաներ, բայց հիմնականում 90%-ը մինչև 2020 թվական ամբողջ համաշխարհային բնակչության 90%-ը ունենալու է հեռախոս։ Խոսքը չի գնում smartphoneization-ի մասին, ես երևի նոր բառ հորինեցի հենց հիմա, սմարթֆոնների մասին խոսք չի գնում, այլ հենց բջջային հեռախոսների մասին է խոսք գնում, որոնց միջոցով կարող են տեղափոխվել։ Օրինակ ես սոցիալական նորարարության շատ լավ օրինակ կարող եմ բերել հենց հիմա, ներկա է Գևորգը, ով ունի ստարտափ, եթե չեմ սխալվում, աուդիոգրքերի վերաբերյալ, ու աուդիոգրքերը իրենք էլ հանդիսանում են սոցիալական նորարարության շատ լավ օրինակ, որտեղ տեխնոլոգիան աջակցում է սոցիալական նորարարության իրականացմանը։ Տարբեր տրենդեր ենք հիմա տեսնում սոցիալական նորարարության զարգացման մեջ, բայց տեխնոլոգիական առումով մի քանի օրինակների մասին կցանկանայի խոսել, դրանցից են օրինակ Kate կոչվող ստարտափը։ Ցավոք ինձ մոտ չստացվեց, որ ես կարողանայի միանալ, բայց ուրեմն Kate-ը իրենց ներկայացնում է այնպիսի սենսոր, որը թույլ է տալիս, որ մոծակները չգտնեն մարդկանց եւ նրանց չկծեն։ Առաջին հայացքից մեզ համար ամառային շատ մեծ վախ ներկայացնող մոծակները իրականում շատ տրոպիկական երկրների ամբողջ տարվա համար են վնաս ներկայացնում իրենցից եւ բնակչության մեծ մասը տառապում է մալարիայով, տարբեր հիվանդություններով, որոնք փոխանցվում են հենց մոծակների միջոցով։ Պատկերացրեք փոքրիկ սարքը, որը դնելով մարդու թևին թույլ չի տալիս, որպեսզի մոծակը հասկանա, որ մարդ է եւ այսպիսով չի կծի ու արդյունքում շատ մեծ քանակությամբ հիվանդություններ, որոնք տեղափոխվում են հենց մոծակների խայթոցների միջոցով, ստացվում է, որ դրանք չեն տարածվի այլևս։ Հասկացանք, որ մի փոքր նորարարություն, բայց միևնույն ժամանակ մեծ տարածում, որն իր ազդեցությունը ունի ինչպես, չգիտեմ, լոկալ մակարդակում, այնպես էլ մեծ հասարակության եւ համայնքային մակարդակներում կարողանում է լուծել շատ մեծ խնդիր, որը հետագայում կդառնա ավելի համաշխարհային մակարդակի խնդրի լուծում։ Մեկ այլ ստարտափ կոչվում է Embrace։ Embrace-ը իրենցից ներկայացնում է շատ հետաքրքիր ձեռքերի համար նախատեսված սարքեր, որոնք թույլ են տալիս դուք զգաք ձեր դիմացինի կամ ձեզնից հեռու գտնվող ինչ-որ հարազատ մարդու ապրումները։ Դա հատուկ զգայուն սարքավորման միջոցով թույլ է տալիս հասկանալ, չգիտեմ, այդ մարդը հիմա վախ է ապրում կամ չգիտեմ, զարմացած է, հուզված է, տխրում է, ու այսպիսով կարող եք կարեկցել նրան լինելով հեռու եւ նախնական գաղափարը, որ ունեցել են նրանք իրենց մտքում, կայացել է նրանում, որ այն մարդիկ, ովքեր գտնվում են հիվանդանոցային պայմաններում, կարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ, եթե նրանց չի թույլատրվում մտնել տվյալ տարածք, ենթադրենք հիվանդանոցում։ Այժմ խոսանք մի փոքր սոցիալական ինովացիայի մասին ապագայում եւ հասկանանք, թե ինչ հիմնական միտումներ կան դրա զարգացման համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ սա երևի թե հիմնավորում կլինի այն կոչի, որ ես անում եմ, զբաղվել սոցիալական ինովացիայով եւ հատկապես առաջարկներ բերել այն իմ նշած ոլորտներում, որոնք առաջնային են համարվում սոցիալական նորարարության վերաբերյալ լուծումներ առաջարկելիս։
Եվ այսպիսով աշխարհում տենդենց է նկատվում, որ ներդրումային կապիտալը հատկապես սոցիալական նորարարության համար գնալով մեծանում է եւ ավելի մեծ քանակությամբ հասարակական կազմակերպություններ եւ շահույթ չհետապնդող կազմակերպություններ հետաքրքրվում ներդրումներ կատարելու սոցիալական ինովացիայի մեջ։ Դրանից բացի, երբ որ նշեցի արդեն մեզ տվյալը, ինչ են ասում, ռազմավարական, տարբեր քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլ նաև ոնց policy, մի խոսքով, չգիտեմ հայերեն տարբերակը, քաղաքականություններ իրենց մեջ ներառում են նաև ինովացիոն լուծումներ առաջարկելը, իսկ ինովացիան իրենց ներկայացնում էր, ինչպես արդեն ասացի, խնդրի համար մեկ այլ լուծում առաջարկելը, որը մինչև այդ ներկայացած չէր ոչ մի մարդու կողմից։ Դրանից բացի stakeholder vs shareholder համաշխարհային մեծ կազմակերպություններ ներկայացնող մարդիկ, ինչպիսին են օրինակ Մարկ Ցուկերբերգը, չգիտեմ, համաշխարհային բանկի տնօրենը, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններ, որոնք հետաքրքրվում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվությամբ, իրենց ընկերություններում ներդրումներ են կատարում, որպեսզի սոցիալական ինովացիոն ծրագրեր իրականացնեն, ոչ միայն որպես մաս իրենց սոցիալական կորպորատիվ պատասխանատվության, այլ նաև որպես առանձին ապրանք արտադրելու ուղղություն, որպեսզի սոցիալական ինովացիոն գաղափարներ առաջ գան։ Եվ այսպիսով stakeholder vs shareholder-ը դառնում է, որ երկուսը հավասար են դառնում, այսինքն մարդիկ իրենց իսկ դիտարկում են որպես իրենց իսկ շահառու եւ ստացվում է այնպես, որ կատարելով մեկ նորարարական գաղափարի լուծման առաջարկ, մենք լուծում ենք առաջարկում նաեւ ինքներս մեզ համար։ Ինչպես նաև data intelligence-ի մասին փոքր խոսեմ, գնալով շատ ավելի են շատանում տարբեր թվականակությամբ նորությունները, ինչպես նաև մեծ քանակությամբ տվյալները, որոնք իրենցից ստեղծում են մեծ բազաներ։ Այդ բազաները պետք է հնարավորինս օպտիմալ ձևով օգտագործել սոցիալական ոլորտներում, ինչը իրենց ենթադրում է, որ սոցիալական նորարարությունը կարող է լինել հենց այն ոլորտը, որտեղ շատ հեշտությամբ կարող են համագործակցել տարբեր տվյալների մոբիլիզացմամբ զբաղվող մարդիկ, դրանք կլինեն հենց ծրագրավորողները եւ տարբեր մարդիկ, ովքեր որ հենց հետաքրքրված են սոցիալական նորարարություն իրականացնելով։ Թերևս այսքանը սոցիալական նորարարության մասին, իսկ տեխնոլոգիաների մասին, եթե ավելի հետաքրքրված եք, ես այլ ավելի օրինակներ կարող եմ բերել, որպեսզի ցույց տամ, թե ինչպես է կապվում սոցիալական նորարարությունը եւ տեխնոլոգիաները։ Օրինակ վերջերս ընկերություններից մեկը արտադրեցին հատուկ ձեռնոց, որի օգնությամբ հնարավոր է ժեստերի լեզուն փոխարինել խոսքի եւ փոխարինել տեքստի։ Դա մեծ քայլ առաջ էր, որովհետեւ այժմ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը գնալով իհարկե աճելու միտում ունի, սակայն դա պայմանավորված է նրանով, որ տարբեր ախտածին պատճառներն են մեծանում, բայց դրա հետ մեկտեղ նաև մեծանում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր առաջարկում են տարբեր լուծումներ տվյալ խնդիրների լուծելու համար։ Եվ դրանից էր օրինակ այդ ժեստերի լեզուն դեպի տեքստ կամ դեպի խոսք տրանսֆորմ անող ձեռնոցների կիրառությունը, որը կարող են պարզապես օգտագործել եւ սովորական խոսել խուլ մարդիկ եւ կարող են դիմացինին պարզապես հաղորդել իրենց խոսքը։ Դրանից բացի, օրինակ, շատ լավ տարբերակ կարող է հանդիսանալ այն, որ մեզնից յուրաքանչյուրը հիմա ունի սմարթֆոն եւ ստեղծվում են այնպիսի պլատֆորմներ, որտեղ հենց իրենց իսկ հետաքրքրություններով մարդիկ են կարողանում հավաքվել եւ կիսվել տարբեր նորություններով, իսկ նորություններից բացի նաեւ արտակարգ իրավիճակներում հնարավոր է դա օգտագործել, ինչը մեծացնում է հատկապես այն շրջաններում օգտագործելիությունը, որտեղ օրինակ շատ են ջրհեղեղները կամ տարբեր արտակարգ իրավիճակները, դա կլինի երկրաշարժ, տեխնացին աղետներ, ինչ որ եւ այսպիսով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մարդիկ օգտագործելով տեխնոլոգիաները առաջարկեն սոցիալական նորարարություն, ինչն էլ կլուծի սոցիալական խնդիրները եւ մեծ ազդեցություն կունենա հասարակության վրա, որպես այդպեսին։ Մի քիչ տխուր պրեզենտացիա ստացվեց, երևի, կամ չգիտեմ, այսքանը հարցեր եթե ունեք, ես կփորձեմ պատասխանել։
Հարց։ Հայաստանում այս ոլորտը զարգացում է։ Այո, Հայաստանում մենք ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մեջ ունենք Global Lab կազմակերպություն կարելի է արդյոք ասել, նախաձեռնություն ունենք եւ Global Lab-ի շրջանակներում հենց ինկուբացիային անցնում սոցիալական նորարարություն ենթադրող ծրագրերը։ Դրանք կլինեն թե տեխնոլոգիաների հետ կապված եւ թե տեխնոլոգիաների հետ բնավ կապ չունեցող ծրագրեր, սակայն որոնք միտված են նրան, որպեսզի տարբեր սոցիալական խնդիրներ լուծվեն նոր ինովացիոն ձևերով։ Ուրիշ հարց։ Կարելի է, հա։ Ինչպես փոխել մարդկանց մտածելակերպը, որպեսզի իրենք գնան այդ սոցիալական իննովացիաներին հավասիկ։ Շնորհակալություն հարցի համար։ Ինչպես փոխել մարդկանց հոգեբանությունը, դա նախ եւ առաջ գալիս է նրանից, որպեսզի մարդիկ լինեն ավելի community oriented, չգիտեմ հայերեն, դեպի համայնքները տրամադրված լինեն, այսինքն ինձ այդ առաջին բանն էր, որ ես մտածեցի։ Բայց այնուամենայնիվ, մենք ինքներս լինելով քաղաքացիներ կարող ենք ստեղծել նախաձեռնություններ, որպեսզի փոփոխություն մտցնենք մեր ընկերական շրջապատից սկսած կամ համալսարանական կուրսից սկսած, մինչև ավելի մեծ մասշտաբներով։ Օրինակ, կամավորություն անելով տարբեր ընկերությունների համար, տարբեր կազմակերպությունների համար, կամ փորձելով բերել այդ դրական փոփոխությունը ինքներս մեր վրա, որ հետո փորձենք տարածել այդ ամենը, լինելով նախաձեռնող ու բոլորին ցույց տալով իրական նախաձեռնությունների ազդեցությունը եւ տարբեր արդյունքներ, որ երբ որ ունենում ենք, ավելի լավ։ Ուրիշ հարցեր։ Իսկ որ երկրներն են ավելի հակված։ Հակված սոցիալական նորարարության։ Ուրեմն բնականաբար այդ ստատիստիկա հայերեն ոնց է, ըստ այդ վիճակագրության ԱՄՆ-ում ամենաշատն էին հակված առաջարկել սոցիալական ինովացիոն ծրագրեր, որովհետև հենց այդ մշակույթը, որ ասում եմ հասարակության մեջ, դեպի համայնքը ուղղորդված, այսինքն community oriented մարդիկ, շատ ավելի շատ են մարդիկ հենց համայնքներում են ավելի ակտիվ լինում, բայց հետաքրքրական էր այն, որ Եվրոպայում դեռևս նոր է սկսում զարգանալ սոցիալական ինովացիան որպես այդպիսին, տեխնոլոգիաների միջոցով նկատի ունեմ, իսկ որպես այդպիսին նաև լավ օրինակներ կային Գվատեմալայից, Հարավային Աֆրիկյան Հանրապետությունից, այսինքն այն երկրներից, որտեղ հիմնականում կենսամակարդակը եւ տնտեսությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում եւ այդտեղ առաջնային դեր է կատարում նոր գաղափարների առաջ բերելը։ Ինչ դերակատարություն կամ դեր կարող է ունենալ գենդերը այս հարցի։ Կարծում եմ բնավ կապ չունի գենդերային պատկանելությունը մարդկանց, որովհետև այստեղ մենք ունենում ենք աշխատանք հենց սոցիալական խնդրի հետ ավելի շուտ եւ ոչ թե այն մարդկանց հետ, ովքեր որ իրականացնում են դա, որովհետև արդյունքում ստացվում է, որ ստեղծում է մարդկանց խումբ, ովքեր իրականացնում են տվյալ նախաձեռնությունը եւ հենց մարդկանց խումբն էլ ունենում է իր դրական ազդեցությունը, ոչ թե անհատներ, որոնց սեռային պատկանելությունը բնավ էական չէ այս դեպքում։ Կարևորը գաղափարը լինի նորարար ու լավ ու դրական ազդեցություն ունենա։ Ավելի խորանանք հարցի մեջ փաստորեն գենդերային իրականում այսպես է ընդունված իրեր, որ ինը այսպես ասած օջախի պահպանող եւ գաղութապահող եւ եթե մենք խոսում ենք սոցիումի սոցիալական ուղղության մասին, երևի թե դա ավելի շատ ինչ-որտեղ կանացի իքական սերի ներկայացուցիչ այսպես ասած դիրքորոշում դրթում, դրթապաճառ շնորհակալություն եւ դրթա ոնց որ ասած մղում, այո, դրթապ հայեցի շատ այսպես ասած նշումներ են եւ այս պարագայում արդյոք չպետք է կինը աղջիկը իքական սերի ներկայացուցիչը լինի այն հիմնական սույնը, որը որ իր մեջ կներառի նաև այսպես ասած տղամարդկանց ռեսուրսները։
Խնդրի թող հարցը կրկնի։ Ու 5 րոպեն կսպառվի։ Լավ, եթե արագ պատասխանեմ հարցին, կարծում եմ, ու իդեպ հաջորդ խոսնակային սենյակում Վահանն է իր ժամանակից է գնում եմ բոլոր հարցերով տալիս։ Բայց այնուամենայնիվ, եթե խոսում ենք, որ կինը ավելի սոցիալապես ակտիվ է ու իրականում հենց Հայաստանում եւ զարգացող երկրներում կանայք ավելի բարձր դեր եւ բարձր ակտիվություն են ցուցաբերում այն առումով, որ նախաձեռնությունները հիմնականում առաջնորդվում են կանանց կողմից եւ կազմակերպչական հարցերում ավելի շատ կանայք են դեր կատարում, բայց միևնույն ժամանակ, ինչպես ասացինք, այդ ավանդական մտածողության մեջ, որ տղամարդիկ են հենց կատարում տեխնոլոգիական զարգացման համար շատ մեծ քայլեր առաջ տանելու պարտականությունը, այսպես ասեմ, կարծում եմ այս դեպքում կարող են շատ լավ փոխլրացնել միմյանց, այսինքն նախաձեռնությունները կարող են իրեն ձեռք վերցնել կանայք, սակայն լուծումների տրամադրումը կարող է իրականացվել տղամարդկանց կողմից եւ այսպիսով մենք վերադառնում ենք նորից նույն պնդմանը, որ հենց թիմային աշխատանքի շնորհիվ է իրականացնում դրական փոփոխությունը եւ սոցիալական նորարարությունը։ Հայաստանում հայտնված օրինակ կա ձեզ։ Իմ ամենասիրած օրինակներից մեկը երևի, որի մասին ես վերջերս իմացա, տեսնող ձեռքեր նախաձեռնությունը ու տեսնող ձեռքեր նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձինք, այսինքն գույր մարդիկ, սովորում են մերսում եւ քանի որ գիտենք, որ եթե մարդու մոտ ինչ-որ զգայարան վնասված է, ապա մյուսները էլ ավելի զարգացած են լինում, այս դեպքում մարդկանց մատների զգայարանները շատ ավելի զարգացած են լինում ու այսպիսով մարդիկ շատ լավ կարողանում են մերսման ծառայություններ մատուցել, իսկ հիմա իրականում մերսումը շատ մեծ պահանջարկ ունի այն առումով, որ ծրագրավորողների մկաններն են շատ հաճախ բռնվում ու բազմաթիվ ես ինքս գիտեմ կազմակերպություններ, եթե էլի վերադառնանք IT ոլորտ, որ հենց անհրաժեշտություն կար, այսինքն երկստեք շահավետ ծրագիրերի կանան։ Տեխնոլոգիական ֆակտորը չկա, մեկ է ինքը համար։ Ինքը սոցիալական նորարարություն է, այո, խնդրի լուծման նոր տարբերակ էր առաջարկվել եւ այդպես։ Վերջ, իմ ժամանակը